Ողջույն, ինչ ճակատագիր է սպառնում Արցախի ներկայացուցչության շենքին, որտեղ են միլիոնները, որոնք ըստ տարածվող ու չհերքվող լուրերի պետք է պատկանեին արցախցիներին, և վերջապես ինչու է որոշել հեռանալ Արցախի պետական նախարարը: Այս և այլ հարցերի պատասխաններ այսօր փորձելու ենք ստանալ հենց առաջին ձեռքից Նժդեհ Իսկանդարյանից, բայց մինչ զրույցին անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ յութուբյան ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, իսկ ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ: Այս նախագծին վստահելու և աջակցելու համար էլ շնորհակալություն Իվան Ավանեսյանին: Եվ այսպես այսօրվա զրույցին անցնենք և ողջունեմ այսօրվա հյուրին: Բարև Ձեզ, պարոն Իսկանդարյան, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար: Բարև Ձեզ, ես եմ շնորհակալ: Արդեն մոտ 1 տարի է Արցախի պետնախարարն եք, քանի որ տարին կլրանա մոտ 1 ամսից, եթե չեմ սխալվում, հունիսի 10-ին, 11-ին նախորդ տարի այդ տեղեկությունը ստացանք, բերեք մի փոքր ամփոփենք ու սկզբից սկսենք, ինչպես ստացվեց, որ ստանձնեցիք պետնախարարի պաշտոնը: Ժամանակին ինքը նախանձելի պաշտոն կլիներ, բայց Արցախի կորստից հետո, այսպես ասենք, ու չթաքցնենք, ինքը ավելի շատ բեռ է և թիրախ դառնալու առիթ, քան ինչ-որ գրավիչ բան: Շնորհակալ եմ հարցի համար: Ինչպես գիտեք, ես նախկինում քաղաքականությամբ չեմ զբաղվել և հանրությունը ինձ այդ առումով չի ճանաչում: Տեղահանվելուց հետո, ինչպես շատ շատերս փորձում էին գտնել մեր տեղը, և անցած տարի մարտին տեղի ունեցավ հանրահավաք, ինքս ներգրավված էի և խորհրդի անդամներից մեկն էի, այնուհետև 1 ամիս պայքարից հետո ինձ առաջարկություն եղավ ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը: Ես առիթ ունեցել եմ այդ մասով մեր հայրենակիցներին ինչ-որ չափով իրազեկելու, ինչն է պատճառ եղել, որ ստանձնել եմ այդ պաշտոնը: Նախ ասեմ, որ ես առաջարկել եմ այլ թեկնածուներ, քանի որ պետական համակարգում աշխատելու փորձ չունեմ, որից հետո հանդիպել ենք այս նույն շենքում և եղել է այն առաջարկը, որ ինքս պետք է ստանձնեմ այդ պատասխանատվությունը: Պարոն Հովսեփյան, ճիշտ չէր լինի Ազատության հրապարակում 1 ամիս շարունակ խոսել պետական ինստիտուտների դերի մասին և վերջում խուսափել պատասխանատվությունից: Միայն սա է պատճառ հանդիսացել, որ ստանձնել եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը: Այնուհետև այս 1 տարվա ընթացքում որոշակի ժամանակահատված, կարելի է ասել, պարբերաբար ավելի ճիշտ կլինի ասել, որ հանրությանը իրազեկել եմ կատարված աշխատանքի մասին: Տեսեք, մարդիկ միշտ էլ թերահավատ են պետական պաշտոնյաների նկատմամբ, նույնիսկ լիարժեք գործող պետության մեջ մարդիկ պետական պաշտոնյաների գրեթե բոլոր ասածներին վերաբերվում են կիսահավատալով: Արցախի կորստից հետո Արցախի գործադիր իշխանության հանդեպ առավել շատ թերահավատություն կա: Ի վերջո, եթե կարելի է մոտավոր պատկերացնել, թե օրենսդիր մարմինը, այսինքն Ազգային ժողովի պատգամավորները ինչ կարող են անել, ենթադրենք, ապա դժվար է պատկերացնել, թե առանց Արցախի, Արցախի գործադիր իշխանությունը ինչ պետք է անի այսօր: Շատ ճիշտ եք նշում, Արցախում դժվար թե ինձ նման առաջարկ լիներ, շատ հաճախ ընկերներս ասում են, եթե իրականում առաջվա հնարավորությունները լիներ, դժվար թե դու կարողանայիր նշանակվել Արցախի պետնախարար: Բայց սրա մասին չէ պետք մտածել, կարծում եմ մեր շեշտադրումը և բոլոր ջանքերը պետք է ուղղել արցախցիների հոգսերը թեթևացնելուն: Ունենք այն ինչ ունենք և ինչ որտեղ կիսում եմ մեր հանրության կարծիքը, այն թերահավատությունը անձամբ նույնիսկ իմ նկատմամբ և մեր պատգամավորների նկատմամբ, սա իրականություն է, որից չես կարող խուսափել: Ես ունեմ իմ անձնական տեսլականը, ինչպես եմ պատկերացնում հետագա Արցախի իշխանությունների դերը, բայց ամեն ինչ կախված է նաև առաջիկա ընտրություններից: Ընտրություններին կանդրադառնանք, մինչ այդ ձեր նախաձեռնություններից ևս մեկին անդրադառնանք, եթե չեմ սխալվում, նույնիսկ հիմնադրամ էիք ստեղծել միջոցներ հավաքագրելու և հատկապես ծանր կարիքավոր ընտանիքներին ինչ-որ կերպ աջակցել: Ինչ տվեց այդ փորձը: Նախ փորձենք հասկանալ արդյոք ձեր այդ առաջարկը արձագանք գտավ և հետո եթե արձագանք գտավ, ո՞ւմ եք հասցրել օգնել:
Քանի որ պետական բյուջեն սառեցված էր, ես որպես այլընտրանք ստեղծեցի բարեգործական հիմնադրամ, որպեսզի կոչ անեմ մեր հայրենակիցներին, այն անձանց համար, ում համար Արցախի հարց եւ արցախցիների հարցը փակված չէր, փորձել գումարներ հավաքագրել եւ այն ուղղել արցախցիների հոգսերը թեթևացնելուն։ Անկեղծ ասած, գոհացուցիչ չեն թվերը, մոտ 35 միլիոն դրամ է նվիրաբերվել, ինչը մեր հերթին 450 ընտանիքների ենք կարողացել որպես աջակցություն տրամադրել, ամեն օր թարմանում է եւ այսօր էլ փոքր տեղաշարժ ունենք, դինամիկա կա, փոքր գումարներ ենք ստացել, որը իր հերթին ուղղվելու է արցախցիների ծանր վիճակում հայտնված ընտանիքներին։ Ընդհանուր սա է պատկերը։ Իդեպ միայն բարեգործական չէ, այսօր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ունենք, որոնք զբաղվում են, այսպես ասենք, Արցախի հարցով։ Ոմանք գումար են հավաքում, ոմանք քաղաքական հայտարարություններ են անում, ունենք նաև միջազգային տարբեր ատյանների դիմող կառույցներ եւ այլն։ Այդ կազմակերպությունների աշխատանքը որևէ կերպ համակարգվում է, չգիտեմ, վերահսկվում է։ Ի վերջո, եթե բոլորն էլ խոսում են Արցախի եւ արցախցիների անունից, հաճախ անգամ իրար հակառակ բաներ են ասում։ Անկեղծ ասած, համակարգված աշխատանք որպես այդպեսին չկա, միայն կարողանում ենք այն հասարակական կազմակերպությունների հետ ենք համագործակցում, փորձում ենք տվյալներ փոխանցել, տեսնել ինչպիսի վիճակ է, ինչ ընտանիքներ են իրենք հոգնում, ընդհանուր առմամբ գնահատական այդպեսին համակարգված աշխատանք որպես այդպեսին չկա։ Իսկ միջազգային կազմակերպությունների հետ աշխատող կառույցների հետ, նույն արցախյան թեմաներով աշխատող կառույցների հետ համագործակցության ինչ-որ եզրեր կան, ինչ-որ հանդիպումներ, չգիտեմ, համատեղ աշխատանք կա։ Տարբեր ակտիվիստների հետ, հասարակական կազմակերպությունների հետ փորձում ենք կապ ունենալ համակարգված, որոշակի համակարգված, բայց ընդհանուր առմամբ իմ գնահատականը այդպեսին է, որ ամբողջությամբ չենք կարողանում համակարգված աշխատանք տանել։ Նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որում որ մենք հայտնվել ենք այսօր։ Իհարկե մարդիկ տարբեր տեղերում են ապրում, յուրաքանչյուրը ունի իր հոգսերը, բայց խնդիրները բոլորին գրեթե նույնն է, սոցիալական բնույթի եւ փորձում ենք որոշակի աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Իհարկե այսօրվա խնդիրները պետք է պետության կողմից կարգավորվեն, բոլորս է շատ լավ հասկանում ենք, ինչպիսի ծավալի աշխատանք կա։ Իսկ պետության հետ, Հայաստանի Հանրապետության հետ, գործող իշխանության հետ համագործակցության ինչ-որ եզրեր կան, ինչ-որ կետեր կա, որ դուք եք դիմում կամ ձեզ են ինչ-որ բան հարցնում։ Միայն բնակապահովման ծրագրի շրջանակներում Գայանի Ղարագյոզյանի հետ կարողանում ենք հաստատել որոշ տվյալներ, փոխանցել որոշ տեխնիկական խնդիրներ լուծել, բայց ընդհանուր առմամբ պետական նախարար նշանակվելուց հետո ամբողջությամբ դռները փակվել են, կարելի այսպես ասել։ Իսկ մինչ այդ, երբ որ մենք հանդես էինք գալիս որպես խորհրդի անդամներ, որոշ կոմունիկացիաներ կար եւ որոշ քննարկումներ տեղի էին ունենում։ Խոսենք Արցախի ներկայացուցչության մասին, հենց ներկայացուցչության շենքի մասին, ու քաղաքական գնահատականներից սկսենք, տարբեր գնահատականներ են հնչում, ոմանք ասում են Քոչարյանական թևի աջակիցների կենտրոն է, ոմանք ասում են Կարապետյանների աջակցողների կենտրոնն է, մյուսները ասում են ռուսական քարոզչության կենտրոն է, կարծում եմ այս կարծիքները դուք եւս լսել եք։ Այո։ Եվ որքանով են հիմնավոր այդ կարծիքները եւ ինչու են այդ կարծիքները առաջանում։ Անկեղծ ասած, կարծիքներ միշտ էլ կարող են լինել, տարբեր կարծիքներ, յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքն արտահայտելու մեջ, իսկ ինչ վերաբերվում է կապել այս կամ այն ուժի հետ, չեմ կարծում, որ դա ճիշտ է, բայց կրկնում եմ, ես իմ անձնական կարծիքը ասել եմ հանրային ձևով 2022 թվականից ինքս աջակցում եմ Հայաստան դաշինքին եւ այսօր էլ պետք է շատ ուղիղ ասել, որ միայն Հայաստան դաշինքը ունի իրենց օրակարգում արցախցիների իրավունքի վերադարձի իրավունքի մասին է խոսում, սա նաեւ
պետք է հաշվի առնել։ Իսկ ինչ վերաբերվում է ուժեղ Հայաստանին, Գագիկ Ծառուկյանին, ես միայն ողջունում եմ մեր հայրենակիցների դիրքորոշումը եւ կարծում եմ բացի Նիկոլ Փաշինյանից մնացած բոլոր ուժերին, իհարկե այն ուժերին, ովքեր ունեն ընդդիմադիր կեցվածք եւ կարող են հաղթահարել շեմը, միայն ողջունելի է։ Եթե իհարկե մեր հայրենակիցները կսատարեն։ Ընտրություններին քիչ անց կվերադառնանք ու բավական, այսպես ասեմ, հետաքրքիր թեմաներ ունեմ այդ մասով։ Մինչ այդ ինչ եք ակնկալում այս դեպքում ներկայացուցչության շենքի հետ կապված։ Գործը դատարանում է, ձեր կարծիքը հանրային ասել եք, Հայաստանի իշխանությունն էլ իր կարծիքն է ասել։ Այս ամենի հաշվարկով գումարելու դեպքում արդյունքում ինչ ճակատագիր է սպասվում ներկայացուցչության շենքին։ Ես վստահ եմ, որ մայիսի 22-ին շենքը կփորձեն խլել մեզանից, բնականաբար դա ժամանակի հարց է, քանի որ Նիկոլ Փաշինյանը հանրային ձևով ասում է, որ Ղարաբաղյան հակամարտության թեման փակված է եւ այսօր մենք գնում ենք խաղաղության, անկեղծ ասած այդ թեմայով եթե ծավալվենք, բավականին երկար ժամանակ է պետք, ինչը անընդունելի է մեզ բոլորիս համար, իսկ ամեն ինչ պարզ կդառնա մեր գործունեությունը շարունակելու ենք թե ոչ հունիսի 7-ից հետո։ Ես կարծում եմ բոլոր դեպքերում, վատագույն դեպքում նաև պետք է մենք ունենանք հստակ դիրքորոշում։ Իհարկե, իշխանությունները գալու եւ գնալու են, եւ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, դա եւս ժամանակի հարց է։ Պետք է ուղղակի հասկանալ պայքարի այն ձևը, որը որ մենք պետք է ընտրենք եւ շարունակենք։ Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում, կարող են փոխարինվել, անփոխարինելի մարդիկ չկան։ Ձեր ասածը միանգամայն ընկալելի է, եթե ենթադրենք լինեի քաղաքական գործիչ եւ ամեն պատասխանատվությունից ազատ միայն իմ նախապատվությունների շուրջ գործեի, բնականաբար նույնը կասեի նաեւ ես։ Բայց այս դեպքում, երբ որ որպես առաջնահերթություն դիտարկում եք արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը, արդյոք ընդդիմադիր դիրքերից մշտապես հանդես գալը օգնում է այդ խնդիրները լուծել։ Ի վերջո, անցած տարիները ցույց տվեցին, որ Հայաստանում ընդդիմությունը, այսպես ասենք, որոշիչ չի եղել։ 1991 թվականից սկսած մինչև 2026 թվականը որոշում է իշխանությունը։ Այն ուժը, որ ընդդիմություն է, շատ կարող է ակտիվ բողոքել, բայց փաստացի հարց չի լուծելու։ Եթե խնդիր ունենք լուծել արցախցիների սոցիալական հարցը, արդյոք հնարավոր եք համարում դա լուծել մշտապես հայաստանյան ընդդիմության թևում մնալով։ Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում, բայց ես նույնպես ձեզ հարց ունեմ, իսկ ինչ եք կարծում, եթե մենք չքննադատենք, արդյոք դրանից ինչ որ բան կփոխվի։ Մեկ արգումենտ բերեմ, մոտ 3 տարի է, ինչ տեղահանվել ենք, եւ ես պետնախարարի պաշտոնը զբաղեցնում եմ շուտով կլրանա 1 տարի, ճիշտ է։ Հարցրեք արցախցիներից, գոհ են այս 3 տարիների ընթացքում այնինչ աջակցություն կամ ծրագրեր իրականացվել են Հայաստանի կառավարության կողմից։ Բնականաբար ոչ։ Մեկ ցուցիչ բերեմ, միայն արցախցիների 10%-ն են կարողացել օգտվել բնակապահովման ծրագրից եւ այսօրվա արցախցիների թիվ 1 երխնդիրը դա բնակապահովման ծրագիրն է։ Գիտեք, առիթներ ունեցել եմ հանդիպելու, քննարկելու իրենց հետ Հայաստանի կառավարության մասին է խոսքը եւ ես տեսել եմ նրանց դիրքորոշումը։ Վստահեցնում եմ ձեզ ուղղակի, որ դա կապված չէ մեր ընդդիմադիր հայացքներից։ Չկա մարդ, չկա խնդիր, այս սկզբունքով են այդ մարդիկ առաջնորդում։ Իհարկե, չէր խանգարի, եթե Հայաստանի Հանրապետությունում 10 կամ 20 հազար արցախցիներ բնակվեն տարբեր շրջաններում, նրանք հակված չեն, որ արցախցիները ինչ որ կոմպակտ ծրագրի շրջանակներում հարցը լուծվի, որովհետև միշտ էլ այդտեղ ռիսկեր են տեսնում։ Եվ շատ ուղիղ դա ինձ ասել են։ Այսինքն վտանգ են տեսնում, որ արցախցիները համատեղ ապրելուց կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Բայց հակադարձել եմ նրանց ասելով, որ
անկախ արցախցիների վատ վիճակից այդ մարդիկ հակված չեն գնալ ինչ-որ քայլերի։ Յուրաքանչյուրը այսօրվա գերխնդիրը իր ընտանիքի հոգսերը թեթևացնելն է։ Իհարկե, անընդունելի է նաև իշխանությունների դիրքորոշումը Արցախի ու արցախցիների մասով։ Անընդհատ դուրս գալ եւ հանրային ձևով արցախցիներին քննադատելը թոկեին Հայաստանի գլխին, սա նվազը ճիշտ չէ։ Եվ այն մարդիկ, ովքեր ունեն որոշակի դատողություն միջին կարգի, կարող եմ նաև ասել, շատ լավ հասկանում են, որ Արցախը վահան էր Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այսօր էլ Հայաստանի կառավարությունը կարող է հակադարձել կամ զսպող օղակ դարձնել այն թեզի, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է գան եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվեն։ Իդեպ այդ թիվն էլ բարբերաբար շրջանառվում է ընդդիմության կողմից, իշխանությունն էլ ամեն օր ասում է, որ նման բան չկա։ Բնական է, քարոզարշավ է եւ յուրաքանչյուրը փորձում է փաստերը ներկայացնել, բայց նաեւ պետք է հաշվի առնել այս թիմի անցած 8 տարվա կատարած աշխատանքը։ Այս մարդիկ իշխանության են եկել լոզունգներով, բայց այս 8 տարվա ընթացքում ինչ են արել։ Ուղիղ հակառակը։ Թալանն են վերադարձրել, Արցախը Հայաստանը եւ վերջ այս սկզբունքն են իրականացրել, ինչ են արել։ Եվ այսօր էլ քարոզում են, որ պետք չէ խոսել Արցախի կամ վերադարձի մասին։ Շատ ուղիղ։ Վերադառնանք արցախյան թեմաներին ու խոսելու ենք փողից, ավելի ճիշտ խոսելու ենք մեծ փողերից։ Ներողություն։ Վերադառնանք արցախյան թեմաներին ու առաջարկում եմ խոսենք փողերից, ավելի ճիշտ մեծ փողերից ու սկզբից սկսենք արտասահմանից եկող փողերից։ Շատ են խոսում, որ տարբեր միջազգային կազմակերպություններ ու տարբեր պետություններ արցախցիների, այդ թվում նաև բնակապահովման համար գումարներ են հատկացնում։ Արդյոք տեղյակ եք, որքան գումարներ են գալիս, ինչպես են այդ գումարները տնօրինվում, թե անմիջապես այդ ամենի պատասխանատուն եւ ընդունողը, բաշխողը Հայաստանի կառավարությունն է։ Միայն ու միայն Հայաստանի կառավարությունն է, որովհետեւ կազմակերպություն մեր հետ կապ չի հաստատել եւ նման ծրագրով որովհետեւ քննարկում տեղի չի ունեցել։ Արցախի փողերի մասին խոսելիս միշտ խոսում են Արցախի ներդրումային հիմնադրամի մասին, իրականում ինչ խնդիր ունենք այնտեղ։ Պարբերաբար նաև ներկայացուցչության մոտ են հավաքներ լինում, ներկայացուցչությունում են հանդիպումներ լինում։ Ինչպես գիտեք, Հայաստանի կառավարությունը թույլ չի տվել, որպեսզի վերագրանցվի ներդրումային հիմնադրամը։ Այո, ժողովրդի մոտ կա այդ խոսակցությունը, ժողովրդի մեջ անընդհատ քննարկվում է եւ Թալանի մասին է խոսում։ Պետք է ժողովրդի հետ ուղղակի շատ ուղիղ խոսել, պարոն Հովսեփյան։ Մտահոգություններ ես նույնպես ունեմ, բայց այդ խնդիրների ամբողջությամբ լուծումը կարող ենք միայն ու միայն ունենալ, եթե ունենանք Հայաստանում իշխանապողություն։ Ինձ համար գոնե դա արմատական է, որ պետք է այն բոլոր մարդիկ պատասխանատվության ենթարկվեն, ովքեր զբաղվել են Թալանով։ Այսինքն Հայաստանի այսօրվա իշխանությունը Արցախում իրականացված, այսպես ասենք, Թալանի համար ոչ ոքի չի ուզում պատասխանատվության ենթարկել այսօր։ Պետք է իշխանությունը փոխվի, որ հետո պատասխանատվության ենթարկեն։ Հարցրեք մեր քաղաքացիներից, արդյոք տեղի է ունեցել Թալան։ Ես կարծում եմ, այո։ Իսկ մինչ օրս ովքեր են պատասխանատվության ենթարկվել։ Ունենք այդպիսի ցանկ։ Բնականաբար ոչ։ Եվ նաև պետք է նաև հստակ ընդգծել, որ որոշ հայաստանյան կազմակերպություններ օգտվել են նաև ներդրումային հիմնադրամից, բայց նրանց ցանկը այսօր չի շրջանառվում։ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այն, ինչ իրեն պետք է։ Շատ հանգիստ, անընդհատ բարձրաձայնելով, որ Արցախում մեծ փողեր են եղել, բայց այս 8 տարվա ընթացքում նաև պետք է ընդունել, որ որոշ հայաստանյան կազմակերպություններ են օգտվել
Արցախի ներդրումային հիմնադրամից։ Գուցե ժամանակն է, որ այդ ցանկը ներկայացնեք, ի վերջո եթե դատի չտանել, գոնե մարդիկ կիմանան, որ այդպիսի խնդիր կա։ Այսօր չեք ասում ցանկ, մարդիկ էլ լսում են այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Որոշ ցանկի մասին կարելի ասել մեր հանրությունը տեղյակ է։ Որոշ տեղեկատվություն այդ առումով կա, բայց ամբողջությամբ չի։ Դա միայն հնարավոր է հունիսի 7-ից հետո։ Հարցերի մի փունջ էլ Արցախ բանկին է վերաբերում, այդ մասով էլ կարծես մտահոգություններ հնչում են։ Ինչի մասին է ընդհանուր առմամբ խոսքը։ Շատերը երբ որ ասում են Արցախ բանկ, պատկերացնում են, որ դա պատկանում է Արցախի ժողովրդին։ Բնականաբար դա այդպես չէ, բայց Արցախ բանկի հետ կապված խնդիրներ կարծես ունենք։ Այո, 43%-ը պատկանում է ներդրումային հիմնադրամին։ Եվ եթե որոշակի բացված տանք, այն պատկանում է մեր ժողովրդին։ Բայց մենք կառավարմանը չենք կարողանում մասնակից դառնալ։ Ինչ որտեղ հասկանալի է, պատճառները թույլ չեն տալիս ներդրումային հիմնադրամը վերագրանցվի, նաև բարոյական կողմը կա, շատ հաճախ մեր հայրենակիցները դիմում են մեզ, որ գումարներ ունենք Արցախ բանկում, խոսքը 3 եւ ավելի երեխաների ավանների մասին է, քանի որ հայտնվել ենք այսպիսի իրավիճակում, Արցախի կառավարության որոշմամբ պետք է այդ գումարները վերադարձվեն այդ ընտանիքներին, բայց Արցախ բանկը մինչ օրս չի կատարել։ Սա ևս բաժանի է գնահատականի։ Այս դեպքում եւս դատական կարգով խնդիրը լուծելու հնարավորություն չկա։ Ի վերջո 43%-ը փոքր թիվ չէ, ի վերջո այդ ավանդները ունեցող ընտանիքների թիվը եւս փոքր չէ։ Երկար ենք մտածել դատական հայտ ներկայացնելու համար, բայց ինքներս գիտենք, որ դա բուրգի որ մասից է կառավարվում։ Այդ իսկ պատճառով մեծ սպասելիքներ չունենք որոշման հետ կապված։ Ես կարծում եմ բոլոր հարցերը կլուծվեն, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։ Ի դեպ, շանսերը շատ եք գնահատում, թե ոչ այնքան։ Տեղեկատվական առումով կարծում եմ ընդդիմությունը անելիք ունի։ Հնարավոր է։ Արցախի թեման դարձել է այս ընտրությունների, այսպես ասենք, առանցքային թեմաներից մեկը, եւ իշխանության եւ ընդդիմության համար։ Իշխանությունը հանում է եւ երբ ուզում է ծեծում է այդ թեման, ընդդիմությունն էլ շատ վախվորած շրջանցելով այդ թեմայի կողքով անցնում է։ Այսինքն նույնիսկ ընդդիմության այն վառ արտահայտված կողմը Արցախի հարցում շատ զգուշավոր է, որովհետև հաջորդ հարցը այն է, եթե ասում եք վերադառնալու ենք, ինչպես ենք վերադառնալու, որովհետև դրա հետ նաև ասում եք, որ պատերազմ չի լինելու։ Ինչ որտեղ հասկանալի է ընդդիմության կեցվածքը, 3 տարի շարունակ այսօրվա իշխանությունը վախ է տարածում հանրության շրջան, եթե մենք չլինենք, ապա պատերազմ է լինելու։ Սա է պատճառը, ես կարծում եմ։ Իսկ ուժեղ առաջնորդի, ուժեղ իշխանության դեպքում բնականաբար թշնամին գնահատում է երկրի ներուժը։ Միայն այս պարագայում կարող է երկարատև խաղաղություն լինել։ Նաև պետք է հետադարձ հայացքով նայել մեր պատմությանը։ Խաղաղություն ուղղակի չեմ մուրում, խաղաղություն ստիպում է։ Իդեպ իշխանության դիրքորոշումը պարզ է, բայց ընդդիմության այդ մասնատվածությունը նույն արցախցիներին կարծես անհասկանալի վիճակի մեջ է դրել։ Որոշ գործիչների սովոր էին տեսնել ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի կողքին, այսօր տեսնում են, ասենք, Սամվել Կարապետյանի կողքին, եթե լավ ման գանք որոշներին կգտնենք նաև Գագիկ Ծառուկյանի կողքին, եթե ցուցակում չկան, համենայն դեպս ակտիվ ցուցարարների եւ հանդիպման մասնակիցների մեջ ծանոթ դեմքեր երևում են, այսինքն այդ մարդկանց մեջ նորից այդ մտավախությունը սովորական արցախցիների մեջ նորից այդ մտավախությունը կա, քաղաքական գործիչները էլի իրենց առևտուրն են անում, մենք էլի մնալու ենք առանց ոչ մի բանի։ Այսինքն երեք տեսնում էին Քոչարյանի կողքին էր այդ մարդը, այսօր տեսնում են Սամվել Կարապետյանի հավաքին նստած է, էլի առաջին շարքերում։
Հիմա ասում Մենք են խոսում ենք քաղաքական գործչի մասին։ այո, քաղաքական, հասարակական, ակտիվիստների Կթողնեմ, որ մեր հասարակությունը գնահատական տա։ բուն արցախցիների վերաբերող հարցերով կարծեմ դուք էլ եք խոստացել, որ եղանակները բարենպաստ դառնալուց հետո պետք է սկսեիք ցույցեր։ Մի փոքր կասկածում էի, փնտրեցի, գտա, որ հա իսկապես նման խոստում հնչել է։ Այո, կար իրականում այն տեղի չի ունեցել հաշվի առնելով երկրի քաղաքական այսպեսի տեղի ունեցող իրադարձությունները, ես կարծում եմ, որ առաջիկայում դրա կարիքը լինելու է։ Թույլ տվեք փակագծեր չբացենք, բայց որոշակի հանրահավաքների փողոցային շարժում իմ անձնական կարծիքով լինելու է։ Ճիշտ չէր լինի մեկ ամիս շուտ ինչ որ հավաքներ կազմակերպել, շատ լավ հասկանում ենք, որ ժողովուրդը հոգնել է այդ ամենից։ Դուրս գալ մասնակցել հանրահավաքների, ապա առանց արդյունքի գնալ տուն, սա միայն ու միայն հիասթափեցնում է մեր ժողովրդին։ Մեկ տարվա պաշտոնավարման սահմանագծին մոտենում եք հրաժարականի անոնսով։ Ամեն դեպքում, որպես վերջաբան նաև այդ հարցը տամ, պատասխանը թողնեմ ձեր հայեցողությանը, կարող եք նաև թողնել մեկ ամիս հետո պատասխանել, բայց ամեն դեպքում ինչու որոշեցիք հրաժարական տալ։ Ես այնտեղ հանգամանքներ եմ նշել, եթե ընդդիմությունը հաղթի, ապա հակված չեմ շարունակելու։ Պարոն Հովսեփյան, ինքս հակված չեմ իրականում եւ մանկության երազանք չի եղել քաղաքականությամբ զբաղվելը։ Եվ այսօր էլ իրականում չեմ համարում, որ քաղաքականությամբ եմ զբաղվում։ Իմ ուժերի չափով փորձում եմ ծառայություն մատուցել մեր հայրենակիցներին։ Եվ մեկ կարևոր հանգամանք կա, այն վերաբերվում է ներքին, այսպես ասած, խոհանոցին, այստեղ տեղի ունեցող ոչ բոլոր լուծումների հետ եմ ես համակարծիք եւ չէի ցանկանա այս փուլում որոշակի պարզաբանումներ տալ, կգա ժամանակը ես իմ դիրքորոշումը կհայտնեմ։ Սա է պատճառը իրականում, որ հակված չեմ պաշտոնավարելու։ Եվ առաջկա օրերին որոշակի պարզաբանումներ այդ առումով կլինեն իմ կողմից։ Գիտեք, այս աթոռը մեր տնից չենք բերել եւ պետք է գա նոր մարդիկ եւ ավելի լայն թափով նոր մոտեցումներով, նոր ծրագրերով փորձեն կառավարել։ Շնորհակալություն։ Սա է իմ անձնական դիրքորոշումս։ Նաեւ գիտեք, հանրության շրջանում կա թերահավատություն յուրաքանչյուրիս մասով։ Խոսքը վերաբերվում է նաև մեր պատգամավորների։ Ճիշտ է։ Դա այդպես է։ Եվ այդ պատգամավորները ընտրվել են այլ իրողության մեջ մինչև 2020 թվականի պատերազմը։ Այսօր ունենք այլ իրականություն։ Ինքս հակված եմ հետևյալին, որ ազգային ժողովը նաև սպառել է իրեն։ Ամենայն հարգանքով մեր պատգամավորների նկատմամբ, բայց 70-ից 80%-ը կարծում եմ պետք է փոփոխության ենթարկել։ Այս մեկ տարվա ընթացքում շատ քիչ մարդկանց եմ հանդիպել այստեղ, ովքեր եկել են նոր ծրագրեր են առաջարկել կամ առհասարակ ակտիվություն են ցուցաբերել։ Հասկանում եմ նաև այսօրվա իրենց իրավիճակը յուրաքանչյուրն ունի իր առօրյա հոգսերը, բայց պետք է նաև պատասխանատվություն վերցնել եւ այս ցաներ իրավիճակում փորձել դրական լուծումներ գտնել անոն մեր ժողովրդի։ Ես կարծում եմ, որ պետք է նոր ընտրություններ տեղի ունենան, իհարկե պետք է ֆորմատը հասկանալ, դա կլինի on-line թե այլ տարբերակով, ժողովուրդ իրենց քվեն տան այն մարդկանց, ում վստահում են, որից հետո այդ մարդիկ կփորձեն նոր ծառայություն մատուցել մեր ժողովրդին։ Սա իմ անձնական կարծիքս։ Պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը։ Առանց դրա հնարավոր չէ։
Շնորհակալություն հետաքրքիր պարզաբանումների և հետաքրքիր զրույցի համար, պարոն Իսկանդարյան, հուսով եմ մեկ ամիս հետո նորից հանդիպելու և այսօր չհնչած պատասխանները լսելու առիթ կունենանք: Ես եմ շնորհակալ, պարոն Հովսեփյան: Հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ: Այսքանն էինք նախատեսել, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ: Կհանդիպենք: